Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան Խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Ուրախ եմ, որ միասին ենք, ուրախ եմ, որ հետևում եք մեր հաղորդաշարը։ Բարեկամներ, այսօր պատրաստելու ենք Շիրակի կոնջոլ կերակրատեսակը, ապուր է սա։ Բաղադրիչները եթե տեսնեք, դուք կհասկանաք, որ սա քրճիկի նման կերակրատեսակ է, բայց Շիրակի մարզում կոնջոլ է կոչվում, կոնչոլ կամ կոնջոլ։ Կոնչոլ կերակրատեսակ նույնպես կա Լորվա մարզում, դա այլ կերակրատեսակ է, չորացված, այսինքն հին հացով պատրաստվող ապուր է։ Ինչևէ, օգտագործելու ենք թթվի տեսակներ կամ կաղամբ եւ մի քանի տեսակ, տոմատով սոխառած ենք պատրաստելու, օգտագործելու ենք ծավալ, կարտոֆիլ, թթվի ջուր ենք պատրաստելու, սա այս կերակրատեսակը պատկանում է մեր խոհանոցի թթվապուրների դասին, թթվապուրներ կամ մախոխապուրներ։ Ուրեմն սկզբի համար թթվի ջուրը դնում ենք եռա, կտրատում ենք կաղամն եւ կարտոֆիլը, միասին պիտի միացնենք, որ եփվի։ Այնուհետև ավելացնենք նաեւ եռացած ջուր։ Թթուն կաղամբը եւ մի քանի տեսակ կտրատենք, որ կաթսայի մեջ եռա։ Կարելի է այս կերակրատեսակը նաեւ կոչել խումարի կերակրատեսակ, խումհարի, այսինքն եթե մենք լավ խնջույք ենք ունեցել, նախորդ օրը, հաջորդ օրը պատվիրում ենք կոնչոլ, որպեսզի խումարից հետ վերադառնանք։ Սա ևս ավելացնենք ապուրին։ Ես ուզում եմ նշել այն հանգամանքը, որ առաջին հայացքից այսպես պարզ մթերքներով կերակրատեսակներ են, բայց մենք պիտի հիշենք, որ ունենք հզոր մի մշակույթ, այդ պաշար անելու մշակույթը, տարվա համար, հատկապես ձմռան եղանակի, այսինքն մեր մառանի պարունակությունը թույլ էր տալիս ամբողջ տարին սննդի համակարգը պահպանել օգտակարության եզրույթում, այսինքն ամբողջ սննդի համակարգը այդ մեր մառանի պարունակությունը թույլ է տալիս, որ մենք կարողանանք ունենալ բազմազան, համեղ, օգտակար սնունդ։ Իսկ ինչ էր մառանում, մենք հիմա կարող ենք հիշել, միայն թթու չէր, չէ՞։ Մեր մառանում կար կաթնամթերք, թթվային վիճակում նախնական մշակում անցած, պահպանման համար նախապատրաստված, կար ձավարեղեն, կար մսի, միս մսամթերք, մշակված երկար պահպանման համար, եւ այդ ամբողջը թույլ է տալիս ամբողջ սննդի համակարգը պահպանելով նրա բազմազանությունը, նաեւ օգտակարությունը։ Մի քիչ ծաղկակաղամբ ավելացնենք մեր այն քննադատներին, ովքեր կնշեն, որ քրճիկը միայն կաղամբով էր, կարող ենք հիշեցնել, որ որոշ վայրերում Շիրակի պատրաստում էին յուրաքանչյուր թթվի տեսակից, այսինքն այս կերակրատեսակը միայն կաղամբով չէ, որ պատրաստվում է, կարելի է ավելացնել նաև նշածս ինչ, որ կա մեր մառանում թթվի տեսականի։ Սա ևս ավելացնենք կաղամբի վրա։
կտրատենք կարտոֆիլը, այսպես կտրատենք, դնենք, որ չշարժվի, ուղիղ լինի եւ մեր ուզած չափերով արդեն կարող ենք կտրատել։ Ընդհանրապես յուրաքանչյուր կերակրատեսակ պատրաստելիս եւ հատկապես ապուր պատրաստելիս մթերքները պիտի կտրատել այնպես, որ ճաշակողը գտալով ճաշակողը դժվարություններ չունենա, հարմար լինի, այսինքն գտալի չկախվի կամ այնպես լինի, որ գտալի մեջ տեղավորվի։ Ավելացնենք այստեղ։ Դեռ համեմունքների մասին չենք խոսում, նկատի ունենալով, որ այս ամբողջը մենք ավելացրինք թթվի ջրի վրա։ Իսկ թթուն, ինչպես գիտեք, արդեն համեմված է։ Բավականին հետաքրքիր բույր ունի։ Սա թող այսպես պատրաստվի։ Իսկ ինչ ենք անելու մենք հիմա։ Սոխառած ենք պատրաստելու, ձավարը մի քիչ ուշ կավելացնենք, երբ որ արդեն կարտոֆիլը եփվի, որովհետև ձավարը շատ ավելի շուտ է եփվում, բայց մի տարբերակ եւս պիտի հիշեցնեմ, այն նյութերը, որից մենք օգտվում ենք հավաքչության արդյունքում ձեռք բերված, այնտեղ նշում եմ, որ ձավարով մենք նույնիսկ կարող ենք կոլոլիկներ պատրաստել, այսինքն ձավարը կարող ենք հենց այնպես լցնել, կարող ենք նաև կոլոլիկներ պատրաստել։ Եվ այստեղ արդեն գալիս է հետագա նրա զարգացումը, որը մենք այլ մեր գավառներից տեսնում ենք ձավարի գնդիկներով էլի թթու միջավայրում պատրաստող կերակրատեսակ, որը մախոխ է կոչվում, կամ վայրեր կան, որտեղ կոչել են այդ կերակուրը նույնիսկ այսպես օձի թթու, հենց այդպես է կոչվում։ Ինչևէ, կտրատենք սոխը, երևի ուշադրություն դարձրիք, որ Շիրակի խոհանոցի կերակուրները, հատկապես ապուրները, առատ սոխառած են պահանջում։ Յուղ, սոխառատ։ Պիտի նշեմ, որ դա նույնպես բնակլիմայական պայմանների պահանջն է։ Շիրակի մարզը այնուամենայնիվ մեր բարձրադիր գոտիներից է եւ այդտեղ շատ ավելի սննդարար կալորիաներով հարուստ կերակրատեսակներ են պատրաստել եւ յուղը, սոխը շատ առատ լինելը հենց դրա մասին է խոսքում։ Ընդհանրապես մենք պիտի գիտակցենք, որ գոյություն ունեցող 11 կլիմայական զոնաներից 7-ը առկա է Հայաստանում, մեր այս փոքրիկ սուրբ երկրում, դա ենթադրում է 7 տարբեր համեր, նույնանման բույսերի, նույնանման մթերքների եւ հետեւաբար նաեւ տարբեր պատրաստման եղանակներ, տարբեր մեթոդներ ելնելով այդ բնակլիմայական պայմանների պահանջներից։ Միացնենք։ Տապակը տաքացնենք։ Եվ ֆուգարդ։ Շատ լավն է, գիտեք, իրոք որ բույրը շատ լավն է։ Եթե մենք երեք ունենայինք խնջույք եւ այսօր խումարի մեջ լինեինք, այս կերակրատեսակը հենց դրան էր նվիրված։ Յուղը օգտագործում ենք Բայարսկոյի ապրանքանիշի յուղը։ Շատ կարևոր հանգամանք է, որ
սոխարած պատրաստելիս անպայման տապակը տաք լինի, յուղը դաղված։ Սոխը հենց լցրեցին, պիտի անմիջապես կեղևապատվի, որպեսզի սոխին բնորոշ այն լավ համային հատկանիշները եւ իհարկե նաեւ սննդային արժեքները պահպանվեն։ Ավելացնենք սոխը։ Այսպես։ Ծածկենք։ Թող տապակվի։ Իսկ մենք հարկավոր կլինի կաղամբին, այսինքն թթվի այդ խառնուրդին եւ վել մոտորապես 1 ժամ, սոխարած այնուհետև կպատրաստենք, կավելացնենք, տոմատով կավելացնենք, եւս 10-15 րոպե ձավարի հետ այդ սոխարածի հետ կպատրաստվի եւ կերակուրը մեզ կներկայանա իր ամբողջ շուքով։ Եվ այսպես բարեկամներ անցավ 1 ժամը, պետք է հաշվի առնել, որ թթու միջավայրում կարտոֆիլը կամ բանջարեղենները ուշ են եփում։ Դրա համար հենց կարտոֆիլ եփվելու համար մենք մի ժամ սպասեցինք, արդեն պատրաստ է, այստեղ սոխարածն էլ է պատրաստ, հիմա սոխարածին կավելացնենք տոմատ մածուկ, Չմոռանանք, որ այս կերակրատեսակը թթ պապուրների դասին է պատկանում, պիտի լինի թթու, տոմատը մի քիչ կդաղվի, ավելացնելու ենք նաև ձավարը, սա էլ այսպես, վերջում մի հատ ծիծակ մանր կտրատենք լցնենք, սա էլ մեր փորձառու գործընկերների խորհրդով սա էլ այսպես Սոխարածն պատրաստ է, ավելացնենք սոխարածը, արդեն պատրաստվում է, մի քիչ կարող ենք հիմա ավելացնել չոր ռեհան, տակը անջատել, հիշեցիք, տատիկը հենց պատրաստում էր, կանաչին ավելացնում էր, տակը անջատում էր, ասում էր, կերակուրը թող մի քիչ շնչահան լինի և մի քանի մաղադանոց պես կտրատենք, Կերակուրն արդեն պատրաստ է բարեկամներ, նորից կրկնեմ, Շիրակի կոնջոլ կերակրատեսակն է բարեկամներ,
Հարգելի հեռուստադիտողներ, եթե նախորդին ունեցել եք լավ կերուխում, իսկ դա թող միշտ անպակաս լինի ձեզանից, հաջորդ օրը հատկապես մենք խորհուրդ ենք տալիս միշտ ճաշակել թթվապուրներից որևէ մեկը։ Այս պահին շիրակի, կոնջոլ կամ կուզեք թթվապուր անվանել, այնպես որ խումհարից դուրս գալու համար սա եզակի օգտակար կերակրատեսակներից է։ Կոնջոլ թթու 150 գրամ, ձավար 40 գրամ, սոխ 30 գրամ, յուղ 30 գրամ, կարտոֆիլ 80 գրամ, տոմատ 20 գրամ, աղ, պղպեղ, ծիտրոն ըստ ճաշակի։ Բարի ախորժակ։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքան, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ, որ մենք բոլորս միշտ օգտագործենք ազգային խոհանոց, որովհետև ազգային խոհանոցը դա մեր դեմքն է, դա մեր մշակույթն է, դա մեր մտածելակերպն է եւ աշխարհընկալումը։ Այն, ինչ մենք ունենք, թե բնավորության, թե տեսքի, թե ընդհանրապես մեր աշխատողնակության իմաստով, դրա հիմքում ընկած է մեր ազգային խոհանոցը։ Շատ ուշադիր լինենք ազգային արժեքների նկատմամբ, բարեկամներ։ Այսքանը, լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն, բարեկամներ։